Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Հայաքվե միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը։ Բարև ձեզ, պարոն Քերոբյան, շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Խոսենք ձեր նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին, բյուջեի միջոցների չարաշահման հիմքով 3 հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկություն տարածեց, ըստ որի դուք օգտագործել եք պաշտոնեական դիրքը ծառայության շահերի հակառակ, խախտել եք ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերի պահանջները առանց անհրաժեշտության նախաձեռնել շուրջ 360 միլիոն դրամի արժեքով աշխատանքների ձեռքբերման պայմանագրերի կնքում, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից անհարկի հատկացվել է նշված գումարը։ Ինչ կասեք մեղադրանքի հետ կապված, դեռևս դեկտեմբերին էր մեղադրանքը ներկայացվել։ Մեղադրանքը ներկայացվել է դեռևս դեկտեմբերին, սակայն այս գործով առաջին անգամ հարցակվել եմ դեռ 2023 թվականի մայիսին։ Որպեսզի պատկերացնեք, ես պաշտոնավարել եմ 1 տարի 7 ամիս, իսկ քննիչի կողմից վերջի հարցակնություն որպես վկա եւ դրանից հետո մեղադրանք ներկայացնելու արանքում անցել է մոտավորապես այդքան ժամանակ։ Այստեղից կարելի է հետևություն անել, թե ինչ արագությամբ է աշխատում հակակոռուպցիոն կոմիտեն։ Բայց խոսքը այստեղ ոչ թե հակակոռուպցիոն կոմիտեի մասին է, այլ քննիչի, որը այսպես տարատեսակ պատճառաբանորեն եւ ձգձգել է այս գործի քննությունը եւ ինձ մեղադրանք է ներկայացել այն ժամանակ, երբ որ հակակոռուպցիոն կոմիտեն նախագահ չուներ եւ դեռ մրցույթն էլ առաջի տեղի չէր ունեցել, ինչպես հիշում եք, առաջի մրցույթը միակ ներկայացած մասնակիցը չանցավ, նույն քննիչը գնացել էր մասնակցում էր հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնին հավակնում էր եւ մասնակցում էր այդ մրցույթին եւ այդ ընթացքում ցույց տվեց իր բացարձակ անտեղյակությունը այն ոլորտից, որում ինքը իրականացնում է իր գործունեությունը։ Բարեվարկությունից բացասական եզրակացություն ստացած, իր կոռուպցիոն հակումները ցույց տվեց այստեղ ուղիղ եթերում եւ այլն եւ այլն, այսինքն մոտավորապես որպեսզի պատկերացնեք, թե ինչ տեսակի գործ է արվել, ես կարող եմ ասել, որ գործ է կարվել։ Ինչ վերաբերում է մեղադրանքին, այստեղ մեղադրանքում չի կարող լինել որևէ լուրջ հիմնավորում, որովհետև ես ինքս վարչական պաշտոնում եմ զբաղեցրել, իրավասություն չեմ ունեցել միասին որոշում ներկայացնելով որևէ պարագայում եւ ոչ մի կերպ չի կարող բյուջետային միջոցները ինքնուրույն հատկացնել կամ ինքնուրույն որոշել, թե ինչ պայմանագրեր են կնքում։ Այստեղ կա բազմաստիճան որոշումների համակարգ, կա ռազմաարդյունաբերական հանձնաժողով, որը հավանություն է տալիս պետական պատվերին, կա կառավարություն, որը իր որոշումով հաստատում է այդ ամեն ինչը եւ այստեղ խոսել, որ ես միանձնյա կարող էի ինչ որ որոշումներ կայացնել, որպեսզի բյուջեից այսպես անհարկի միջոցներ տրամադրվեն կարիքը չունեցող պայմանագրերի, դա ուղղակի ցնորամիտ երևակայության արդյունք է։ Ավելի չեմ ուզում։ Պատասխանատու անձինք հարցակնվել են։ Գիտեք, ովքեր որ որոշում են քրեական գործի նյութերին հպանցիկ եմ ծանոթացել, որովհետև քննիչը մեղադրանքը ներկայացնելու համար կանչել է մայիսի 29-ին, ընդամենը մինչև մայիսի 31 ժամը 14:00 ժամանակ տվել քրեական գործի նյութերին ծանոթանալու եւ իրավասու դատարան միջնորդություններ ներկայացնելու համար, բնականաբար դա ողջամիտ ժամկետ չէ, ինչը ես եւ պաշտպանս այս մեղադրանքը ներկայացնելու քննչական գործողության ընթացքում արձանագրության մեջ ներառել ենք եւ քննիչը իր ստորագրությունը դրել է դրա տակ եւ չի հակասել դրան։ Այնուամենայնիվ պետք է ասեմ, որ այս հաղորդումը հակակոռուպցիոն կոմիտեի ընդհանրապես նախաքննությունը ավարտելու եւ գործը իրավասու դատարան ուղարկելու համար, դատախազին ուղարկելու եւ հաստատելուն է վերաբերում եւ սրան կարելի է վերաբերվել ընդհանրապես որպես ընթացքում գտնվող ինչ-որ մի գործ, իհարկե քննիչները սիրում են մեղադրական եզրակացություն ուղարկել դատախազին այնպիսի որակումներով, որ այսպես մեղքը լրիվ հաստատվել է եւ դատական գործը ընդհանրապես կարելի ասել ձևականություն է։ Նույնը վերաբերում է իմ առաջի գործին, սա միակ գործը չէ, մի գործ էլ կա, որը քննվել է ազգային անվտանգության ծառայությունում, քննվել է այն ժամանակ եւ ժամանակագրությունից դատելով կարող ենք ենթադրել, որ ուղիղ կապված է եղել եղբորոս նկատմամբ հետապնդումներին էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի մասին է խոսքը, մեր քրեական գործերը իրենց այսպես բովանդակությամբ ուղիղ կապ չունեն, բայց հաշվի առնելով որ Վահանի նկատմամբ հետապնդումը եւ իրեն այսպես ծնկի բերել կառավարելի դարձնել սկսվել էր դեռ 2022 թվականի վերջից, իսկ ինձ մեղադրանք է ներկայացվել 2023-ի ապրիլին, առաջի գործով, այս երկրորդ գործով հարցակնվել եմ
մայիսին 2023 թվականի պարզ դառնում, որ սա ընդհանրապես մի այսպես գործի մեզ եղբայրներով ավելի կառավարելի, ավելի հնազանդ դարձնելու միջոց է։ Բայց ինչ խնդիր կա։ Այսինքն ձեր դժգոհությունները արտահայտելով է պայմանավորված, որ քննադատում եք իշխանությանը ավելի ակտիվ եք վերջին շրջանում, թե ինչ խնդիր կա։ Չէ, ես 2020 թվականի պատերազմից հետո եւ վերադարձա մի քանի այսպես արդեն պատերազմի ցավը, պարտության ցավը սրտոնց մի քանի դառնացած հարցազրույց տվեցի, որից հետո առաջին անգամ կանչվեցի հատուկ քննչական ծառայություն ցուցմունք տալու, դա 2021 թվականի հունվարն էր, հատուկ քննչական ծառայություն, ինչպես գիտեք, հակակոռուպցիոն կոմիտեի վերաձևավորվել եւ մոտապես մի 8 ամիս ինձ ոչ մի անգամ չէին անհանգստացնում եւ ելի եմ կրկնում առաջին մեղադրանքը ինձ առաջադրել է 2023-ի ապրիլ ամսին, այսինքն որոշումը այդ ժամանակ կայացվել։ Բայց պետք է ասեմ, որ ես այդ 2020-ի դեկտեմբերից սկսած ակտիվ կերպով արտահայտել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը, ընդ որում եւ հարցազրույցներում, եւ հրապարակային ելույթներում, եւ ռադիոյով, եւ հեռուստատեսությամբ Պատերազմի հանգամանքների մասին։ Պատերազմի հանգամանքների մասին իշխանությունը քննադատել եմ, իշխանության հրաժարական եմ պահանջել, իսկ կառավարության հրաժարական եմ պահանջել 2021-ի մայիսին, երբ դեռ արտահայտ ընտրություններ չէր արտահայտված եւ կարծում եմ, որ իմ ակտիվ հանրային հասարակական քաղաքացիական դիրքորոշումը կարող է պատճառ հանդիսանալ իմ նկատմամբ քրեական հետապնդման, բայց ելի եմ ասում, քննիչները մասնագետ են, այսպես գործ կարելու մեջ, իրենք կարող են ենթադրություններ անելով բերել ինչ-որ փաստեր իրար կցել, այսպես օրենսդրական ակտերից հատվածաբար ընտրանք կատարել եւ դնել գործի հիմքում, դե դատարանում կտեսնենք ինչքանով է հիմնավորված իրենց մեղադրանքը։ Այնուամենայնիվ պետք է ասեմ, որ չնայած այս մեծ գումարի մասին է խոսքը, ամեն դեպքում քննիչը չնայած փորձում էր այսպես փաստեր գտնել, իմ բանկային հաշիվների շարժն են ուսումնասիրել, մի քննիչի 2010 թվականից, երբ ես դեռ աշխատում էի Անգլիայում, մյուս քննիչի 2018 թվականից, անհասկանալի, երբ արդեն պաշտոնը բարձր պաշտոնը ստանձնել էի եւ ինչ նպատակ ունի, ասենք 2018-ից, երբ մյուս քննությամբ 2010-ից, ասենք բանկային շարժը արդեն հասանելի պետական մարմիններին, այնուամենայնիվ գործունեության պատրանք են ստեղծել, ելի եմ ասում։ Հրահանգ կա այդպիսի պատրանք ստեղծելու։ Միանշանակ բոլոր այսօր պետական բոլոր մարմիններում աշխատող մարդիկ, որոնք ղեկավար պաշտոն չեն զբաղեցնում, կարիք ունեն այդ գործունեության պատրանքը ստեղծելու, որպեսզի իրենց պաշտոնից չանեն։ Արդյունք ցույց տան, այսինքն արդյունք ցույց տան, եթե ասենք օրինակ նայեք այս քննիչի հարցազրույցը հակակոռուպցիոն կոմիտեի նախկին պաշտոնին, բարձ կդառնա թե ինչպիսի մարդկանց հետ գործ ունենք մենք։ Ասենք մարդը բացահայտ օղի եթերում խոստովանում է իր կոռուպցիոն հակումները։ Եվ նաև մասնագիտական անկարողությունը հարց են տալիս, ասենք պետական կառավարման մարմինների եւ փոխակողակների իրավական տարբերությունը եւ ինքը չի կարողանում բացատրել ինչպես կարող է նա քննել բարձրաստիճան պաշտոնների գործը։ Նույն քննիչն է, որը քննել է Սերժ Սարգսյանի այն հայտնի $1 միլիոն դիզելի գործը, որ գնաց դատարանում տապալվեց։ Բացը չէ, ինչի այդ գործ ունենք։ Համոզված եմ իմ անմեղության մեջ, համոզված եմ, որ ես որևէ ապօրինի արարք չեմ կատարել։ Ամեն դեպքում գնացեք փորձեք գտնել այնպիսի ապօրինի արարք կատարողի, այնպիսի չարաշահողի, որ պատերազմի առաջի օրը հարազատ եղբայրն հետ կգնա առաջնագից իր այսպես ճակերտավոր չարաշահածը վայելելու թշնամու գնդակի տակ։ Կարծում եք, որ արդար քննություն կիրականացվի։ Դատաքննությունը հույսեր չեմ տածում, չեմ էլ ուզում դատախազության եւ դատարանի վրա որևէ ճնշում գործադրեմ, քավլեցի, դա իմ գործը չի, իրենք իրենց որոշումների համար ինքնուրույն են պատասխան տալիս, բայց կարծում եմ, որ դատաքննության փուլում իմ մեղավորությունը ապացուցելու հնարավորություն չեն ունենա։ Իսկն կհիմնավորվի, չի հիմնավորվի այսինքն մեղադրանքը, երբ որ կարողանանք պաշտպանվել։ Քննիչի հետ փորձել ենք այսպես առաջի հարցաքննության ընթացքում, երբ որ ցուցմունք հայտարարություն տվեցինք անմեղության հետ կապված, մեղքը չընդունելու հետ կապված, քննիչին հնարավորություն տվեցինք լրացուցիչ քննություն կատարելու, հաշվի առնելով,
որ եւ այն փաստերը ուսումնասիրելուց հետո մեղադրական եզրակացության մեջ, մեղադրանքի մեջ եւ լրացուցիչ փաստեր հաղորդեցին քննիչին, որ պատրաստ ենք նաեւ որպես վկա հարցաքննվելու լրացուցիչ փաստեր հայտնելու, բայց ըստ երևույթին հանձնարարություն կա, վստահ չեմ, որ հանձնարարություն կա Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից, որովհետեւ այդ ժամանակ դեռ նշանակված չէր, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ներքին անվտանգության վարչությունը, դատախազությունը իրենք կարիք ունեն մի հատ լավ հետաքննելու, թե ինչպես է ստացվում, որ իրենց համակարգից արտահոսք է դուրս գալիս, թե ում անձնապես ում է վերաբերում այս մեղադրանքը, որովհետև Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության մեջ անուն նշված չէր։ Սակայն ինչ-ինչ տեղեկություններ կարողացել են հայթայթել լրատվամիջոցները, ըստ երևույթին վարձու, այսպես բաներ ունեն, լուր տվողներ ունեն, կամ ոչ վարձու։ Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ կա կարիք ստուգելու իրենց շարքերը, ովքեր են լուրեր, տեղեկություններ դուրս տալիս, որովհետև ել եմ կրկնում ոչ ինձնից, ոչ էլ որևէ մեկից այս գործի հետ կապ չունեցող անունը չի շոշափվել, անունը չի հայտնվել։ Ինձ լրատվամիջոցները սկսել են անհանգստացնել 3 լրիվ անսպասելի։ Իսկ հնարավոր է սա լրացնելու փորձը եւ դուք ռազմաարդյունաբերության ոլորտում բացահայտումներ կարող եք անել կամ տեղեկություններ գիտեք, որ չեն ուզում խոսեք այդ մասին։ Նման կասկած ունեք։ Ռազմաարդյունաբերության ոլորտի տեղեկությունները բաց են։ Այն տեղեկությունները, որով որ հետաքրքրում է այս իշխանությանը, այս կառավարությանը, իրենց անկարողության, իրենց թերակատարման տեղեկությունները լրիվ բաց են։ Կառավարության բյուջեի կատարողականով հստակ երևում է, թե ռազմաարդյունաբերության զարգացման բյուջեն քանի տոկոսով են ամեն տարի թերակատարում, եւ դրանք 1-2% չեն, դրանք 50, 60, 70% են։ 2024 թվականին ռազմաարդյունաբերության զարգացման բյուջեն թերակատարվել է 70%-ով, եթե ոչ ավել։ Բայց իրենք հակառակն են ասում։ Իրենք ասում են, որ տեսեք ռազմաարդյունաբերությանը տեղական արտադրության մեծ պատվեր ենք տալիս, բայց արտադրությունը պետք է հասկանանք, որ դա մի քանի տարի առաջ մշակվածին կամ սերիական արտադրությունը, որը զարգացում չի ապահովում։ Դա կարող է քանակ ապահովել, բայց զարգացում, տեխնոլոգիական առավելություն կամ տեխնոլոգիական խզվածքի չեզոքացում մեր հավանական թշնամի հակառակորդների հետ, դա չի ապահովում։ Այդ խզվածքի չեզոքացումը կամ տեխնոլոգիական առավելության իրացումը, իրականացումը կարող է ապահովել միայն զարգացման բյուջեն ծախսելով, թողնելով մասնավոր արտադրողների հույսին այդ զարգացումը նշանակում է հրաժարվել իրենց պաշտոնական լիազորություններից, հրաժարվել կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքով իրենք իրենցից սահմանած լիազորություններից, իսկ դա ոչ այլ ինչ է, քան կներեք հանցագործություն։ Իսկ բացատրություն ունեք, ինչու է այդպես։ Ինչու զարգացում չկա, ընթացք չի տրվում, նոր ծրագրեր չեն իրականացվում։ Տեսեք, բացատրություններից մի մասը կարելի է լսել Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններում։ Հայաստանի ապառազմականացում, զինված ուժերի խիստ սահմանափակում, այսպես ռազմական տեխնիկայի, զինամթերքի գնման խիստ սահմանափակում, վերահսկողություն, որին ժամանակ առ ժամանակ կառավարության վարչախմբի ղեկավարը համաձայնություն է տալիս, այսպես փոխադարձության սկզբունքով, բայց մենք գիտենք ինչ է նշանակում այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև փոխադարձության սկզբունքը։ Սկզբից խոսում են, մենք կատարում ենք։ Չէ, իրենք կատարելու ցանկություն ընդհանրապես չունեն, հա, իսկ մեր կառավարության, այսպես կոչված կառավարության, որովհետև դա չի կարելի կոչել կառավարություն, դա վարչախումբ է, ընդհանրապես ժամանակավորապես պաշտոնները գրաված, հնարավոր չէ ակնկալել այլ բան, քան միակողմանի զիջումներ։ Իդեպ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր կասկածում են, որ նա ծախել է Արցախը կամ թշնամու հետ համագործակցել է կամ նրանց պահանջներն է կատարում, ասում է թող գան, կրթվել է նորաձև է Արշավի այս նախաձեռնության շրջանակներում, հանդիպենք եւ ես բացատրեմ, որ այդպես չէ։ Փաշինյանի բոլոր հայտարարությունները, բոլոր գործողությունները, ինչպես նաև իր մերձավոր շրջապատի, կարելի դիտարկել միայն մի տեսանկյունից՝ հայկական պետականության հիմքերի խարխլում, հայկական պետականության քանդում։ Այն ամենը, ինչ որ անում են այսօր եւ անում են տևական ժամանակ արդեն, ուղիղ կերպով հարվածում է Հայաստանի դիմականությունը, դիմադրողականությունը, հայ ժողովրդի, Հայաստանի բնակչության հանրային համերաշխությանը, հանրային համախմբվածությանը։
եւ բոլոր նախաձեռնությունները, որոնք ինչ որ չափով ենթադրում են հանրային համախմբում, արագ եւ ուղիղ կերպով թիրախավորում եւ պիտակավորում են այսօրվա վարչախմբի կողմից, որպեսզի հանկարծ ելի եմ կրկնում, ոչ մի դեպքում չառաջանա այսպես դիմադրության կորիս։ Նույնը վերաբերում է եկեղեցու նկատմամբ հարձակումներին, նույնը վերաբերվում է բոլոր հանրային համախմբման նախաձեռնություններին, հայկական պետականության սյուներին, հիմա տեսեք բանակն են քանդում, բանակ այս նախագիծը նկատի ունեք, որ գումարի դիմաց ազատվեն։ Այո, տարօրինակ նախաձեռնություններով փորձում են հենց ուղիղ կերպով բանակում սերմանել տարօրինակ բարքեր, աղքատների բանակ ստեղծել, բանվորագյուղացիական, այսպես ասած, մարդկանց ուղարկել, այսպես ծառայությունից ազատելու վարկային ստրկության, գույքից զրկել, ընտանիքներում տղա եւ աղջիկ երեխաների միջև թշնամություն առաջացնել, պատկերացրեք, ասենք այն աղջիկ երեխայի վիճակը, որի օժիտի կամ ամուսնական ճամփորդության կամ հարսանիքի գումարը կտրվում է եւ դրվում տղա երեխային բանակից ազատվելու այսպես բյուջեի կամ մեջ։ Բայց այդ նույն տարիքի տղաների մեջ է խնդիր առաջանում արդեն։ Իհարկե, ես գումար ունեմ, չեմ ծառայի, այ դու պետք է գնաս օրինակ ծառայես, դու գումար չունես։ Կարելի է շատ խորանալ տեխնիկական մանրամասների մեջ այս օրինագծի, օրենք իհարկե չի դարձել եւ լուրջ խնդիրներ էլ կան հենց իրենց ներսում։ Այո, տարաձայնություններ հենց տարաձայնություններ կան, գլխավոր շտաբն է դիրքորոշում հայտնել, դե դա հրապարակային չի հայտնել դիրքորոշում, բայց անհասկանալի է թե այդ պարագայում ԳՇՊՏ չէր հերքում, չէր էլ հաստատում երեք։ ԳՇՊՏ կներեք տգետ է։ Հա, ԳՇՊՏ-ը ընդհանրապես տգետ անձնավորություն է, ինքը այնպիսի հայտարարություններ անում, որ երկրի թիվ 1 զինվորականից երբեք չի կարելի լսել սпасել։ Եվ չեմ կարծում, որ սկսովածանան կգնա ադրբեջանցիները։ Ոչ միայն դա ծիծաղելի եւ այսպես ծաղրելի կարելի էր որակել այն ժամանակ, բայց դրանից հետո այնպիսի հայտարարություններ անում, օրինակ ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ կառավարության ղեկավարը գերագույն հրամանատարն է։ Մինչդեռ սահմանադրության 117 հոդվածը, եթե չեմ սխալվում, հստակ սահմանում է, թե կառավարության ղեկավարը երբ է դառնում գերագույն հրամանատար։ Դա միայն պատերազմի արտակարգ դրության ժամանակ։ Ոչ արտակարգ դրության, ոչ ռազմական դրության, միայն պատերազմի ժամանակ։ Այո։ Միայն պատերազմի ժամանակ, եւ եթե հետ գնանք արդեն վերլուծենք վարչախմբի ղեկավարի գործողությունները, հայտարարությունները, պարզ կդառնա, որ դա սահմանադրական կարգը վաղուց տապալել է։ Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է, այո։ Հիմա այս գործընթացները, որ Փաշինյանը ձեռնարկել է եւ դուք ասում եք պատվեր է կատարում, իրականում թուլության, չկարողունակության պատճառ է, թե իսկապես ծրագիրով եկել է եւ այդ ծրագիրն իրականացնում։ Այսինքն թուլության եւ տկարությանը հեշտ է վերագրել, բայց երբ սա տևում է 7 տարի եւ անընդհատ, ասենք, պատահաբար բարձր պաշտոնների հայտնված մարդկանց, որոնք որ իրենց ինտելեկտով, կարողություններով գերազանցում են, աշխատում են դուրս մղել, մեկ վկա ես, մյուսը եղբայրս, ելի մի քանիսները կան, երբ տարատեսակ պատճառաբանությունով քրեական գործեր են կարվում բարեխիղճ, եւ ես չեմ վախենում այդ բառից, բարեխիղճ աշխատողների վրա, ինչպիսին օրինակ Սանասարյան Դավիթն է, նրա բարեխիղճության մեջ ընդհանրապես կասկած չունեմ։ Կարողությունները կարող է չէ, բայց բարեխիղճության մեջ կասկած անգամ չունեմ, բայց տեսեք մարդու կյանքից 6.5 տարի խլեցին։ Եվ ինչքան կարելի է հաշվել այդ 6.5 տարիները կամ տարիները կամ ամիսները։ Եթե հաշվենք, մի ամբողջ ժողովուրդ։ Բայց դա Փաշինյանի մեղավորությունն է, թե դատական համակարգի, իրավապահ համակարգի։ Փաշինյանը, եթե հիշեք արտահայտությունները, թե արդյոք կա այնպիսի դատավոր, որ վարչապետի հրանգը չկատարի, իր այսպես հակասահմանադրական գործողությունները դատարանները շրջափակելու, SMS-ով պաշտոնյաներ նշանակելու, ազատելու, հա, բարձրագույն դատական խորհրդի նախագահին ինչ իրավունք ունի երկրի կառավարության ղեկավարը ազատել պաշտոնից։ Անկախ մարմին է, որ պատկերացրեք բարձրագույն դատական խորհուրդ, մի օր Փաշինյանը կարող է իրենց այսպես ասած հաճախորդը դառնալ, հա։ Ու այս պարագայում ընդհանրապես խոսել ես ընդամենը։ Բայց դա վարչապետի հորդորը արդեն հասկանալի է։ Եթե կարդանք Սահմանադրության 5 թե 6-րդ հոդվածը, պետական ծառայողները եւ պետական մարմինները ինչ իրավունք ունեն անելու, եւ այնտեղ ուղիղ կերպով գրած է, որ իրավունք ունեն կատարելու այն գործողությունները, որի համար ուղիղ կերպով լիազորված են օրենքով։
եթե օրենքով չկա հորդոր լիազորված, որևէ պետական պաշտոն որևէ մեկին չի կարող հորդորել։ Հորդոր բառը չեմ կարծում որ խնդրանք, հորդոր, այդպես ձևակերպված։ Չկա այդ խնդրանք, չկա այդ հորդորը իրենց սահմանադրական լիազորություններում, իրենց օրենքով վերապահված, օրենքով սահմանված լիազորությունում չկա այդպիսի բան։ Այսինքն ուղիղ կերպով դա հանցագործության ինքնախոստովանություն է եւ սրանով պետք է զբաղվեն մարմինները։ Իհարկե ակնկալել, որ ասենք Փաշինյանի օգնական ծառայած կամ աշխատած մարդիկ, որոնք որ այսօր նույն համակարգում ինչ որ պաշտոններ են զբաղեցնում, անունները չեմ ուզում տալ, ակնկալել, որ կարողանան անաչառ քննություն սկսել եւ անաչառ կերպով հետաքննել իր գործողությունները, ուղղակի ժամանակի ավելորդ կորուստ եմ համարում, բայց պետք է հասկանանք մի բան, որ չենք կարող լռել, չենք կարող համակերպել այս վիճակի հետ, որտեղ այս վիճակի հետ համակերպվել նշանակում է համակերպվել Հայաստանի կործանման, հայ ազգի ոչնչացման ծրագրերի հետ։ Դուք ասում եք, որ Ադրբեջանի պահանջն է իրականացնում Փաշինյանը զինված ուժերի այսպես թվաքանակի նվազեցման, բայց իշխանությունը ներկայացնում է, որ իրենք մեծ գնումներ են անում, հիմա կարողացել են բալանսավորել գնումները զենքերի հետ կապված, Հնդկաստանից են մեծ թվով զենքեր, պայմանագրեր ամեն դեպքում կան, հասել են թե ոչ պարզ չէ, ամեն դեպքում գործարքներ կան Հնդկաստանի հետ, Ֆրանսիայի հետ եւ այս ամենը ներկայացնում են որպես փաստ, որ ամենը արվում է, որպեսզի առողջացվի ավելի բանակը։ Եվ ասում են պրոֆեսիոնալ ծառայողներ մենք ունենանք, եթե տեսեք, նույն իշխանությունը, այ տարատեսակ պաշտոնյաների վերանով ասում են, որ մենք որդեգրել ենք համապարփակ պաշտպանության եւ անվտանգության հայեցակարգը։ Դա միանշանակ ենթադրում է, որ դու պետք է ունենաս յուրաքանչյուր հայի եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվածություն պաշտպանությանը։ Դա ազգ բանակն է, համապարփակ պաշտպանությամբ, այդ տեսնում եք ազգ բանակը, հա? Տեսնում եք ազգ բանակը, հա? Ես հատուկ եմ այսօր եկել սրանով։ Ազգ բանակն է մեր փրկությունը։ Հա, չի կարող լինել հայ ազգի փրկություն կամ պետականության գոյատևում առանց ազգ բանակ դառնալու, առանց բոլորիս ներգրավվածությանը պաշտպանության անվտանգության հարցում։ Ինչպես բոլորիս ներգրավեն։ Բայց այսօր ինչ է անում իշխանությունը։ Այսօր իշխանությունը տարատեսակ հանրային պարակտման ծրագրեր է առաջ տանում։ Նույն անդրադարձանք արդեն դրան այս զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքին, դա հանրային պարակտման գործընթաց է։ Կարծում եք կընդունվի։ Աղքատների եւ հարուստների բաժանման գործընթաց է, դա հանրության կաստայացման գործընթաց է։ Սրա հետևանքն է լինելով, որ մենք ունենալու ենք, եթե սա ընդունվի, մենք հաջորդիվ ունենալու ենք գետոներ, աղքատների գետոներ։ Մենք ունենալու ենք գյուղեր աղքատների համար եւ ավաններ հարուստների համար։ Հիմա կարող եք հակաճառել, ասեք, կա Վահագնի, կան այսպես Վճարովի դպրոցը եւ այլն, դրանք բացառություն են, դրանք նորմ չեն։ Օրենքը ճիշտի եւ սխալի մասին է։ Օրենքը նրա մասին, թե մենք ինչ ենք համարում ճիշտ եւ ինչ ենք համարում սխալ, այլ ոչ թե կարգի եւ կարգազանցության։ Եթե իրենք օրենքով բանակից խուսափել է, այսպես Վճարովի դասալքությունը ուզում են դարձնել նորմ, դա հասարակության խարխլմանն է ուղղված, դա բանակը քանդելուն է ուղղված։ Պատկերացրեք այս զորամասը, որտեղ կա հարուստների գումարտակ, որտեղ 1 ամիս են ծառայում, եւ աղքատների գումարտակ, որտեղ ծառայում են 24 ամիս։ Եվ այս տարատեսակ պատճառաբանումները, որ կբերենք, փող կլստենք բյուջե եւ այլն, պետք է կարդալ տողատակերը, չի լինում այդ մոտեցումով պրոֆեսիոնալ բանակ լինում է մարտական ոգով, պատրաստությամբ, երկարատև համառ ջանքերով, բանակի մարտունակությունը բարձրացնելով, միջազգային զորավարժությունների մասնակցելով, անընդհատ զորավարժություններ տեղում տարածքում անելով, զորքը զորանոցներում պահելու փոխարեն պահելով գետնի տակ, բայց սովորեցնելով սեփական տեղանքին, վարժեցնելով այդ տեղանքին, ձեռքը ավտոմատ եւ խրամատ կողելու փոխարեն տալ հեռակառավարման վահանակ եւ հեռակառավարող կամ ինքնակառավարող ԱԹՍ-ներ, այդպես է ստեղծում պրոֆեսիոնալ բանակ եւ մարտունակ բանակ։ Բայց նաեւ ակտիվ պահեստազորով, մեծականակ ռեզերվով, որը ոչ թե 1 կամ 1.3 ամիս, ինչպես նշված է վերջի օրինագծում, այլ անժամկետ ծառայելով, անընդհատ մարտունակությունը բարձրացնելով, անընդհատ իր կայուն կազմով ստորաբաժանման կազմով ներդաշնակվելով եւ անընդհատ այդ process-ը պետք է լինի։ Ոչ թե խոստանան, որ այսպես 3 ամիսը 1 վարժական հավաքներ անցկացնելու կառավարության որոշում կայացնեն 3000 հոգի մարդ այդ ընթացքում ներգրավելով, որպեսզի պատկերացնենք, ասենք, մեր զինապարտ քաղաքացիները, որոնք զորացրված են պայստազորում, 200,000-ից հաստատ ավել են։
հա, կարող է եւ կրկնակի, կարող է եւ գերակի դրանից ավել։ Մինչեւ հերթը հասնի յուրաքանչյուրին, պատկերացնելով որ յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ պետք է անցած լինի իրերից հետո մինչեւ իր հերթը գա, 20 տարի անցնելու։ 20 տարի, տարեկան եթե 12000 հոգի կարողանում են կանչել Սիերամսի հավաքներին եւ ասենք 250 կամ մի քիչ էլ ավել, 20 տարի հետո նոր հաջորդ հերթը գալու է։ Դուք պատկերացնեք, ասենք ես որ 20 թվականից այսքոմ 3 անգամ ռազմական գործողություններին մասնակցել եւ մեկ անգամ էլ վարժական հավաքի, սպասեմ 20 տարի, մինչեւ 70 տարեկանից լրանը։ Մոտապես պատկերացնում եք այդ բանակը, ոնց է դիմակայելու։ Այսօր մեր կանգնած բանակը, մեր սովորական բանակը, հա, համալրված իր հաստիկներով, ընդհանրապես պետության ռազմավարական ծավալումը ապահովելու համար է։ Ռազմավարական խորություն չունենք, որ տարածք ապահովենք, տարածքային ամբողջականությունը ապահովենք։ Մենք այնպիսի տարածքներ ունենք, որ թշնամին այնքան է խորացել, որ ուղակի մոտեցել է, ասենք, միջպետական ճանապարհին ականատային կրակի հեռավորության վրա, եթե չասենք, որ շուտվանից, ավելի շուտվանից, ասենք, Արենի մոտ դիրքերում այնտեղ ընդամենը 800 մետր է հեռավորությունը դիրքերից մինչև միջպետական ճանապարհ, բայց այնտեղ կա շրջանցող ճանապարհը։ Մենք այսօր ունենք Ջերմուկում, Սյունիքում այնպիսի իրավիճակ, որ ուղղակի, ասենք, 1 ժամում թշնամին կարող է կտրել Հայաստանի հյուսիսը հարավից եւ անելանելի ռազմական իմաստով անելանելի դրության մեջ մեզ գցել։ 100,000-ավոր մարդիկ կհայտնվեն շրջափակման մեջ կհայտնվի հատուկ բանակային կորպուսը, ես այստեղ ռազմական գաղտնիքներ չեմ բացում ընդհանրապես։ Հերիք է նայել տեսնել, թե որտեղ են դիրքերը փորված, հերիք կարդալ, ասենք, նշանակման հրամանները եւ հասկանալ, թե մենք ինչ կառուցվածք ունենք զինված ուժերում։ Բայց որպեսի պատկերացնենք, այսինքն ռեսուրսի խնդիր ունենք եւ հիմա այս նախագծերով ավելի խորացվում է այդ խնդիրը։ Մենք կարիք ունենք, որպեսի հանրային համախմբման շնորհիվ իրագործենք, իրականացնենք համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի կայացումը։ Այսօր իշխանությունը ինչ է անում։ Այսօր իշխանությունը ուղիղ կերպով հարվածում է հայկական պետականության հիմքերին, մեր արժե համակարգին։ Դեգրադացումը հասել է այնքան, որ միակ բանը, որի շուրջ երկու հայ կարող են համաձայնության գալ, դա փողն է։ Փողով չափում են ամեն ինչ։ Փողով փորձում են սոցիալական արդարություն վերականգնել։ Երեք մի վերլուծաբանի հետ էի խոսում, նա ասում է, այսպես սոցիալական արդարությունը կվերականգնվի, կոռուպցիան գոնե ինչ-որ չափով կվերանա։ Ես կարող եմ հակադարձել, որ զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով չէ, որ կոռուպցիան բանակում կամ զորակոչում վերացվում է։ Դա քրեական օրենսգրքով է արվում։ Դա կոռուպցիոն միջոցառումներով են արվում։ Դրամանական պատկան մարմիններ։ Դա բանակի գործը չէ։ Բանակի գործն է կառուցել այնպիսի պաշտպանական եւ անվտանգային համակարգ, որպեսզի ապահովի իր սահմանադրական լիազորությունների, սահմանական պարտականությունների կատարումը։ Այն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ սահմանների անձնամխելիության ապահովումը։ Իրենք լրիվ հակառակն են անում։ Հիմա այս նախագիծը կառավարությունը հավանություն տվեց, բայց փաստացի ազգային ժողովում է խնդիր առաջացել։ Կարծում եք իսկապես կընդունվի, թե ամեն դեպքում կարծիք կհայտնեն։ Եկեք երազանքների չտրվենք։ Այսօր ազգային ժողովը հաստատեց, որ դա կարևոր նախագիծ է, Պաշտպանության եւ ներողություն, Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն էլ հավանության տվեց այդ նախագծին։ Այսինքն ըստ էության հնարավորությունները մեծ են, որ կընդունվի։ Եկեք երազանքների չտրվենք։ Կարևոր է հասկանալ, որ այսօրվա ազգային ժողովը կառավարության կցորդն է ընդհանրապես։ Կառավարությունը ինչ բերում է ազգային ժողովը դակում, կնքում եւ ուղարկում է նախագահային հաստատման։ Կառավարությունը արդեն իր հավանությունը տվել է եւ գնացել է արդեն։ Ձեր համար պարոն, գնացքը արդեն գնացել է։ Դուք ձեր դեմքը, դուք ձեր մոտեցումը Հայաստանի ժողովրդի համախմբմանը արդեն ցույց տվել եք։ Դուք ձեր մոտեցումը փողով քրեական հանցագործությունից ազատվել, արդեն ձեր պատկերացումը, ձեր վերաբերմունքը արդեն ցույց եք տվել։ Այն ինչ որ կատարում է ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում, այն ինչ որ կատարվելու է հետո քվեարկության ժամանակ, դա ընդհանրապես պատրանք է։ Մեծ տարատեսակ, ասենք, մանր տեխնիկական փոփոխությունները բերելու են եւ հաստատեն այս օրենքը, եթե չլինի լուրջ հանրային ընդվզում։ Բայց ել եմ կրկնում, լուրջ հանրային ընդվզում անիմաստ է առանց լուրջ հանրային համախմբման։ Մենք այսօր հանրային համախմբման գործընթացներ պետք է նախաձեռնենք եւ նախաձեռնում ենք, օրինակ Հայ ԱԿՎ-ն, որի խորհրդի անդամ եմ ես,
դեռ 2 տարի առաջ նախաձեռնել էր հանրային օրենսդրական նախաձեռնություն Արցախը այլ պետության կազմում ճանաչել է քրեականացնելու եւ ցեղասպանության ուրացումը մերժումը քրեականացնելու ուղղությամբ համարյա 60,000 մարդ եկավ ստորագրելու եւ իշխանությունների հստակ դիմադրության թշնամական վերաբերմունքի պարագայում էր սա անցնում, բայց ամեն դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ օրենսդրական նախաձեռնությունը գրանցեց, ստորագրությունները հավաքած գրանցեց։ Իհարկե հարցը թե ինչի ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները չէին անում դա մինչև այդ, բայց դա դրանք մի կողմ։ Ամեն դեպքում շատ կարևոր որ մեր հանրությունը այսօր գտնի այն սյունը, որից կարող ենք բռնվել, այն դրոշական ձողը, որից կարող ենք բռնվել, որ համ մենք չընկնենք, համ մեր դրոշը չընկնի։ Եվ դա այսօր հայրենիքի պաշտպանությունն է, դա այսօր համապարփակ պաշտպանությունն է։ Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր տեղ կռվի մեր փոքրաթիվ բանակը, մենք սպասենք մինչև թուրքը կմտնի Երևան։ Եվ ըստ էության ոչ մի հարցերում դիմադրություն մենք տեսնում ենք, որ չկա։ Օրինակ հիմա եկեղեցու դեմ է արշավ սկսվել եւ առանձնապես բացի այպես քննադատող հայտարարություններից որևէ բան չի արվում։ Դե տեսեք, այս նույն վարչախումբը շատ հմուտ կերպով իրականացնում է բաժանիր որտիրես ծրագիր եւ կարողանում է գտնել այսպես թույլ խոցելի տեղեր, որտեղ հարվածելով եւ ինչ որ ապատեղեկատվական ֆոն ստեղծելով կարողանում է ինչ որ մարդկանց հետ պահել իրենց դեմ դիմադրությանը միանալուց։ Հա մարդիկ կան աթեստ են, մարդիկ կան աղանդավոր են, մարդիկ հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, բայց հավատո հանգանակը չգիտեն։ Եվ այլն, ասենք իրենց կարող են կաթողիկոսին չսիրել, բայց արդյոք եթե անգամ չեն սիրում, դա պատճառը եկեղեցու դեմ դուրս գալ եւ այդպես հրապարակայինորեն պախարակել եկեղեցին։ Հայ առաքելական եկեղեցին մեր ինքնության անբաժանելի անկախտելի մասն է։ Եթե մարդը հայ է, չնայած կարող է լինել կաթոլիկ, ավետարանչական, բողոքական, Եհովայի վկաների կամ մորմոնների եկեղեցու հետևորդ, հայ առաքելական եկեղեցին անժխտելի կերպով մասնակցել է իր ինքնության ձևավորմանը։ Այլապես նա հայ չէ։ Չեմ ասում, եթե քրիստոնյա չէ, հայ չէ, քավլիցի, այս հայերի միջև այս տարբերակումը չեմ դնում։ Բայց եթե քո ինքնության արմատներից ուրանում ես, կորցնում ես ինքնությունդ։ Կարող ես ազգությունդ գրես հայ, բայց հայ չես մնում ինքնությունիցդ հրաժարվելով։ Այսօրվա վարչախումբը ամեն ինչ անում է, որպեսզի մենք ուրանանք մեր արմատները, ուրանանք մեր ինքնությունը։ Պարզաբանում են, որ եկեղեցին բարեփոխում են, առողջացնում են։ Ցույց տվեք սահմանության մեջ այն հոդվածը, որով պետական պաշտոնյան իրավունք ունի միջամտելու, ընդ որում կրկնում եմ պետական պաշտոնյան, ոչ թե քաղաքացին, որովհետև պետական պաշտոնյան հասարակ քաղաքացի չէ։ Նա կարող է կատարել միայն այն գործողությունները, որով սահմանությամբ եւ օրենքով լիազորված է։ Չի բացառվում սահմանադրության մեջ դա էլ փոխեն։ Կուզենան, բայց չեն հաջողի, վստահ եմ, որ չեն հաջողի, որովհետև սա այնպեսի խորը թշնամանք է հայ ինքնության թշնամանքի դրսևորում հայ ինքնության նկատմամբ, որ դժվար թե մարսեն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Զրուցում էի ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։